Բարի օր իմ սիրելի ունկնդիրներ, իմ սիրելի Աստծո ժողովուրդ, օրհնված եղեք, օրհնված լինի այս ժամը, որը տրամադրել եք Աստծուն, նրա խոսքը լսելու, որ միացել եք այս ձայնայերեսին։ Եկեք աղոթքով սկսենք, այսօր շատ հետաքրքիր թեմայի մասին եմ խոսելու։ Տեր Աստված, շնորհակալ ենք այսօրվա, այս ժամվա համար, այս խոսքի համար, որ պատրաստել ես մեզ։ Թող այս խոսքը ամեն մեկի սրտի մեջ տեղ գտնի, որպեսզի նրանց փոխի եւ դարձնի ավելի նման քեզ եւ բերի քո ճանապարհների մեջ տնի։ Ամեն։ Այսօր ուրեմն խոսելու եմ հին ուխտից, մի հետաքրքիր պատմություն, մի հետաքրքիր սերնդի մասին եւ քննարկելու ենք պատմությունը գրված է 4-րդ հագավորածում։ Ուրեմն Իսրայելը եկավ մի ժամանակ, որ Աստծուն գրեթե, այսպես ասած, լքել էր եւ չաստվածների էր պաշտում։ Իրանք համ Աստծուն էին պաշտում, համ կուրքերին էին զոհեր մատուցում, այդպիսի իրավիճակ էր Իսրայելում։ Տեսեք 4-րդ հագավորած 17:41-ում ինչ է ասվում։ Ուրեմն այս ազգերը եւ Տիրոջն էին պաշտում եւ ծառայում էին իրենց կուրքերին, նաեւ իրենց որդիները եւ իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես էին անում մինչև այսօր։ Այսինքն տեսնում ենք սերնդե-սերունդ կազմված էր մի այնպիսի կրոն, պաշտամունք, որ սովորեցնում էր իրենց սերունդներուն, որ կարելի է պաշտել բոլորին, ոչ մեկին ոչ չասենք, Աստծուն էլ ենք այո ասում, կուրքերին էլ ենք այո ասում, ոչ մեկին չէին մերժում եւ բոլորին հնարավորս, այսպես ասած, իրենց անձերը նվիրում էին այդ կուրքերին։ Բայց եկեք ուզում եմ խոսել այսօր Եզեկիայի մասին։ Եզեկիան ուրեմն իր հայրը թագավոր էր, ինքն էլ թագավոր դարձավ։ Եվ տեսեք, Եզեկիայի մասին խոսալու եմ 4-րդ թագավորած 18:3-8-ը։ Ինչպիսի թագավոր էր ինքը, այդ սերունդից, այսինքն ինչպիսի թագավոր էր դուրս եկել։ Երբ բոլոր հիմնականում թագավորները Աստծո առաջ ոչ ճիշտ ճանապարհ էին վարում եւ կուրքեր էին բերում։ Տեսեք Եզեկիայի մասին ինչ է ասում Աստվածաշունչը։ Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Տեսեք, եթե գնանք առաջի գլուխը, այնտեղ ասում է ինքը Աքազի որդի Եզեկիան էր, այսինքն իր հոր անունը Աքազ էր, բայց այստեղ նշում է իր հայրը Դավիթը։ Շարունակենք, ես հիմա մի քիչ հետո դրան կանդրադառնամ։ Նա վերացրեց բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց աստարոթի կուրքերը եւ փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան, նա կոչվում էր Նեսթան, եւ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն եւ նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էր նրանից առաջ, եւ հարեց Տիրոջը եւ չհրաժարվեց նրա ետևից գնալուց ու պահեց նրա պատվիրանները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը նրա հետ էր եւ ուր որ գնում էր հաջողություն էր ունենում։ Նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ եւ չհպատակեց նրան։ Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա եւ նրա սահմանները պահապանների աշտարակից մինչև Պարսպապատ քաղաքը։ Ամեն։ Այստեղ տեսնում ենք ինչ հզոր թագավոր է եկել, հա։ Այն բոլոր թագավորներից հետո, որոնք այսպես ասած պղծել էին Իսրայելը, Եզեկիան դառնում է թագավոր եւ ասում է նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ։ Եվ նրա նմանը չկար ու գովում է Եզեկիային եւ նրա գործերը։ Եվ այստեղ տեսնում ենք ասում է, որ նա չհրաժարվեց Աստծուն հետևելուց եւ նրան հարեց, այսինքն Աստծո կամքն էր կատարում եւ Աստծուն էր հետևում, ոչ թե իր հայրերի սովորություններին։ Այնտեղ 17-ի վերջում տեսնում ենք ասում է նրանք շարունակում էին իրենց հայրերի սովորությունները, բայց Եզեկիան Աստծո պատվիրանն էր կատարում, ոչ թե իր հոր սովորությունները։ Ուրեմն, ինչ արեց Եզեկիան, ասում է, բարձր տեղերը վերացրեց, կոտրտեց արձանները եւ կուրքերը, աստարոթի կուրքերը, նաեւ փշրեց այն պղնձե օձը։ Հիմա եկեք մանրամասն հասկանանք ինչ էր բարձր տեղերը, ինչ էին այդ արձանները, կուրքերը եւ ինչ էր պղնձե օձը, որ Եզեկիան կոտրտել էր։ Բարձր տեղերն ու պղնձե օձը իրականում իրանք համանման բաներ են։ Երկուսն էլ սկզբում արմատ են ունեցել իրական Աստծուն պաշտելու վայր։
երկուսն էլ փրկության առիթ են եղել Իսրայելի ժողովրդին։ Օրինակի համար, պղնձե օձը, երբ որ Իսրայելի ժողովուրդը Աստված իրանց Եգիպտոսից դուրս հանեց, անապատով գնում էին եւ օձերը խայթում էին Իսրայելի ժողովրդին, Աստված ասեց պղնձե օձ շինեն եւ ով որ այդ օձին նայեր, իրանք կբժշկվեին։ Այսպես ասած, այդ ժամանակվա համար դա փրկության նշան էր։ Բարձր տեղերը Աստված շատ ժամանակ իր մարգարեները եւ իր ժողովուրդը իրան այդ տեղերն էին գնում եւ այնտեղ էին զոհեր մատուցում։ Բայց այստեղ տեսնում ենք, որ ասում է նա վերացրեց այդ ամեն ինչը եւ դա հաճելի էր Աստծուն։ Ինչու համար։ Շատ ժամանակ այն բաները, որոնք մեզ մի ժամանակ փրկել են, օրհնել են, երբ որ կարճում ենք դրանց, մենք դա կրոն է ստեղծում, որը Աստծուն հաճելի չի, որովհետև Աստված ամեն անգամ մի նոր ճանապարհ ունի մեզ փրկելու, բայց երբ որ մենք այդ բանով, որ մենք ազատվել ենք, աստվածացնում ենք եւ սկսում ենք երկրպագել, դա արդեն Աստծուն հաճելի չի։ Եվ այստեղ տեսնում ենք նաեւ, որ աստառոթի կուրքներ կոտրտել եւ ուրիշ կուրքեր։ Այդ կուրքերը եկան Աքաբ թագավորի ժամանակ, երբ որ նա ամուսնացավ ուրիշ ազգի մի կնոջ հետ եւ նա Բաղի եւ Աստարոթի կուրքը բերեց Իսրայել եւ ժողովուրդը սկսեցին Աստծո հետ համատեղ նաեւ պաշտել այդ կուրքերին, որը Աստծուց չէր։ Բարձր տեղերը հիմա այս կյանքում հիմնականում հպարտության մասին է, փառքի, հպարտության, եսասիրության մասին է խոսում։ Պղնձե օձը խոսում է կրոնավոր օրենքի մասին, եւ որ հիմա էլ ցավոք սրտի շատ եկեղեցիներում ինչ որ մասոններ են բանանում, պահում, ինչ որ քարեր, որոնց պաշտամունք են մարդիկ բանանում, որովհետեւ ժամանակին դա ինչ որ փառքի նշան է եղել։ Եվ իհարկե կուրքերը Աստարոթի կուրքը ինքը այլասերվածության խորհրդանիշ ունեցող ինչ որ կուրք էր, որոնք Եզեկիան քանդեց։ Եվ շարունակելով այնտեղ ասում է, որ ինքը Աստծուն միավորվեց, հարվեց Աստծուն եւ Աստծո գործեր արեց։ 7-րդը տեսնում ենք, որ ասում է Տերը նրա հետ էր եւ ուր որ գնում էր հաջողություններ ունենում։ Նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ եւ չհպատակվեց նրան։ Այսինքն տեսնում ենք, երբ որ մենք Աստծո ճանապարհների մեջ ենք ընթանում, երբ որ մենք նրա կամքի մեջ ենք ընթանում, այնտեղ մենք գտնում ենք հաջողություն եւ ասում է ուր որ գնում էր հաջողությունն իր հետ էր գնում։ Եկեք իսկապես հավատքով վերցնենք այդ խոսքերը, եւ որ մենք Աստծո կամքի մեջ ենք, եւ որ մենք պատերազմում ենք, եւ որ մենք քանդում ենք այն ժառանգական եկած կուրքերը, վատ բաները, կրոնը եւ մնացած այլ բաները, որ եկել են մեր կյանք եւ պատերազմում ենք դրանց դեմ եւ քանդում ենք դրանց, ասում է նրա հետ էր Աստված ուր որ գնում էր եւ հաջողություն էր ունենում։ Նա ապստամբեց, գիտեք, մի գլուխ առաջ որ նայենք, տեսնում ենք, որ Ասորեստանի թագավորը եկավ եւ այսպես ասած Իսրայելը նրան գերի դարձրեց, ոչ թե գերի, այլ ինքը իշխում էր Իսրայելի վրա, բայց այստեղ տեսնում ենք, որ Եզեկիան ինքը թույլ չտվեց դա, որ ինչ որ մեկը իր վրա իշխանություն վերցնի, իր ժողովրդի վրա, իր երկրի վրա եւ ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ եւ իրան չհպատակվեց, այսինքն չհնազանդվեց։ Պիտի կարդամ 4 թագավորաց 13:2 Հովաքաց թագավորի մասին է խոսում եւ ընդհանրապես այս կոնկրետ այս համարը անդադ կրկնվում էր գրեթե ամբողջ 4 թագավորությունում։ Նա ասում էր. նա չարիք գործեց Տիրոջ առաջ եւ գնաց Նաբատի որդի Հերովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին եւ չհրաժարվեց դրանից։ Ամեն անգամ ինչ որ մեկը թագավոր էր որ լինում, նույն բանն էր գրում։ Ասում էր նա եկավ, չարիք գործեց Աստծո առաջ եւ չհրաժարվեց իր հայրերի մեղքերից եւ չհրաժարվեց իր հայրերի մեղքերից։ Ինչն էր դա։ Գիտեք, կուրքերը ներկա պահին որ նայում ենք, ինչն է կուրքը մեր կյանքում։ Ինչն է կուրք տարել։ Այս աշխարհը այնքան շատ կուրքեր ունի։ Կուրքը դա փրկիչ ձևեցող մի բանն է։ Դա կարող է լինել մարդու համար փողը։ Դա կարող է լինել ընկերը, որը անդադ իրան ինչ որ փրկում է, փրկիչի դերում է։ Դա ուսումը կարող է լինել, որ վայ, իմ երեխան ուսում ստանա եւ նա կփրկվի այս ամեն ինչից։ Բիզնեսը։ Գիտեք, շատ բաներ են հիմա կուրքի դերը վերցրել։ Այո, ներկա պահին մարդիկ արձանների չեն պաշտում, չնայած շատ եկեղեցիներում դա դեռ ակտուալ է, այդ
սխալ պաշտելաձևը, բայց մնացածներ, ովքեր չեն պաշտում, այսպես ասած, արձանների, նրանց կյանքերում շատ ուրիշ բաներ կորք են դարձել։ Գիտեք ինչու եմ խոսում օրինակի համար ժառանգական բաների մասին, որովհետև շատ բաներ, որ մեր ծնողների իրանք այդ վատ բանը ստացել են եւ իրանք չունեն լավը, որ մեզ փոխանցեն։ Դրա համար այդ ամեն ինչը ժառանգական եկել հասել է մեզ։ Լինի օրինակի համար պատմության մեջ տեսնում ենք կուրքերը եւ սխալ Աստծուն պաշտելու ձևը եւ մեր կյանքերում կարող ենք տեսնել իսկապես, որ ես գիտեմ ընտանիք, որտեղ զավակներ ունեն, թորնիկներ կան, բայց մեծ հասուն տղամարդիկ դեռ ամուսնացած չեն։ 5-ից 6 հոգի այդ ընտանիքում ամուսնացած չի, իրանց ծնողները ամուսնացած չեն եղել։ Ես գիտեմ ընտանիքներ, որ հայրերը օրինակի համար գիտեմ ընտանիք, որ 40 լինում է, իրանք արդեն վախենում են, որովհետև դա ժառանգական այդ հիվանդությունը իրանց մեջ կա եւ ինչ հիվանդություն, որ իրանց հայրեր ունեցել են, գիտեմ, որ իրանց զավակները կարող են լինել։ Հիմա ժառանգությունը մեկ-մեկ նայում ենք շատ ժամանակ մարդկանց եւ ասում ենք, օ տոշնի հերն է, հայրը հարբեցող էր, ինքն էլ է հարբեցող։ Բնավորության գիծեր, սխալ վարքագիծ, սխալ մտածելակերպ, աղքատություն, հիվանդություններ, մեղքեր, այս ամեն ինչը մենք այսպես ասած ժառանգություն է մնում, ԴՆԹ-ի հետ անցնում է մեզ եւ այստեղ տեսնում ենք չհրաժարվեց, ով որ գալիս էր, չի հրաժարվում իր հայրերի ճանապարհից, որ նրանք գնում են։ Նա տեսնում է, որ իր հոր նման օրինակի համար խեղճ է, ասում է դե հայրս էլ է խեղճ, ես էլ այսպես պիտի լինեմ։ Նա կամ էլ կարող է լրիվ հակառակ լինի, նա իր հորը կուրքի պես է սիրում, նա հպարտ էր, նա այսպիսի անձնավորություններ, երանի ես էլ սրա նման լինեմ եւ ինչ ենք մենք ժառանգում մեր ծնողներից՝ հպարտություն կամ խեղճություն կամ աղքատություն, բայց ոչ աստվածային բնավորություն, ոչ Աստծուն ճիշտ պաշտելու ձև եւ մենք չենք հրաժարվում դրանցից։ Գիտեք, շատ հեշտ է նայում ենք, ասում ենք, որ դե բժիշկ ա եղել իր ծնողները, իր զավակն էլ լավ տեղ պետք է հասնի, բժիշկ լինի։ Կամ երբ որ տեսնում ենք ծնողները այդքան հաջողություն չեն ունեցել, մեկը իրենք ավտոմատաբար, այսպես ասած, մտածում են, որ դե իր երեխային դժվար թե նա ինչ որ տեղ հասնի։ Այսպես ասած, մեր ծնողները որոշում են մեր ապագան, թե մենք ինչպիսին պետքա լինենք։ Բայց դա սիրելիս այդպես չէ։ Ես հիմա կապացուցեմ դրա մասին։ Մանասեի մասին պետքա խոսեմ։ Եզեկիայի այս հրաշալի անձնավորության թագավորի որդու մասին, որը գրված է 4-րդ թագավորաց 21:2-9։ Մանասեի մասին այսպես է գրում Աստվածաշունչը. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Նա կրկին շինեց այն բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան։ Զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար եւ աստառոթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաբ թագավորը, եւ երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։ Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։ Եվ իր որդուն այրեց կրակով, գուշակության եւ հմայության էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում։ Նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան, եւ իր շինած աստառոթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավիթին եւ նրա որդի Սողոմոնին. Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը եւ Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։ Բայց նրանք չլսեցին եւ Մանասեն մոլորեցրեց նրանց եւ նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։ Վաու։ Այսքան չարություն մի տեղում ուղղակի դժվար է պատկերացնել։ Նա այդ ամեն բանը, որ իր հայրը արել էր, որ կոտրել էր բարձր տեղերը, կոտրել էր կուրքերը, նորից շինում է։ Եվ հերիք չէ շինում է դնելով ինչ որտեղ, նա հենց եկեղեցու մեջ է դնում այդ աստառոթի կուրքը։ Նա իր որդուն այրում էր որպես զոհ այդ կուրքերին։ Գուշակությամբ էր զբաղվում եւ կախարդություններ էր անում։ Պատկերացնում եք, նայելով Եզեկիային մտածում ես հրաշալի անձնավորություն, ինչպիսի զավակ պետք է ունենա, բայց նրա որդին այսպիսի պիղծ բաներով էր զբաղված, այսպիսի անեծք էր բերում ժողովրդի վրա եւ նրանց սովորեցնում էր պաշտել կուրքերին, որպեսի նրանց զավակներին սպանեին եւ զոհ տային։ Գիտեք, կուրքը ուղղակի անվնաս չի, նա զոհ է պահանջում։ Նա զոհ է պահանջում, եւ որ մենք ինչ որ կուրքի գերի ենք դառնում,
մենք զոհում ենք ինչ, մեր անձը, մեր ժամանակը։ Նույն հերախոսը գիտեք, շատերի մոտ դա կուրք է դարել, որ ամբողջ օրը դրա վրա ինչն են զոհում, դա զոհ է, չէ, քո ժամանակը, քո էներգիան, կամ ինչ որ մեկը, ինչ որ անձի այնքան մեծարում, կամ իր թորներին, կամ իր ընտանիքին, ամուսնուն, որ իր անձը նվիրում է կուրքի նման, դա զոհ է, սիրելիս, այո, մենք պետք է մեր անձերը տանք, բայց դա այն նույն բանը չի, ինչ երբ որ կուրք է դառնում քո ընտանիքը քո համար, եւ դու գերի ես դառնում, դա Աստծո կամքը չի։ Մարդ կարող է տան մաքրությունը իր համար կուրք անի, մարդ կարող է եկեղեցին իր համար կուրք անի, կամ ինչ որ մի հովիվ իր համար կուրք անի, եւ զոհում է ինչ, Աստծո կամքը Աստծուն չի լսում, եւ նա կատարում է զոհեր, անում է, որ ինչ որ մի անձի նա ուրախացնի։ Մենք եկել ենք այստեղ այս աշխարհ, որպես Աստծուն հաճելի լինենք, ոչ թե մարդկանց։ Դու ինչ անում ես, պետք է Աստծո համար անես, այլ ոչ թե մարդու համար։ Եթե դու մարդու համար ես անում, ուզում ես ամենալավը ձևանալ, որ քեզ տեսնեն լավը, դա էլ է, չէ, կուրքի նման մի բան է, որ դու քո անձն ես կուրքը սարքել։ Մանասեից հետո իր որդի Ամոնն է դառնում թագավոր։ Եկեք կարդանք 4 թագավորաց 21-20-23-ը։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը Մանասեն։ Նա գնաց այն ամբողջ աշխարհով, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, եւ երկրպագեց նրանց եւ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։ Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ եւ թագավորին սպանեցին իր տանը։ Ամոնը թագավորում է 2 տարի Իսրայելում, նա շարունակում է առանց հրաժարվելու իր հոր ճանապարհը եւ նույն կուռքերին է պաշտում եւ նույն բաներն է անում եւ հետո սպանվում է։ Այստեղ տեսնում ենք մեր ծնողները, մեր սերունդը, ինչ որ տվել է մեզ, դա լինի նույնիսկ կրոն, դու պետք է այսինչ տեղը գնաց, այսպես անես, մոմ վարես, այս անես, մենք դա ստացել ենք եւ մենք այդ ինչ որ սովորել ենք, այդ ճանապարհով գնում ենք առանց փնտրելու ճշմարտությունը ինչ է, առանց հասկանալու, որ Աստված ինչպես է ուզում մենք իրեն պաշտենք, առանց հասկանալու Աստված որտեղ է բնակվում։ Նույն այդ պղնձե օծն ու բարձր տեղերը ժամանակին Աստված այնտեղ էր, բայց Աստված լքեց այդ տեղը։ Աստված նույն ձևով չի գալիս եւ մոտենում մեզ։ Աստված տարբեր ճանապարհներ ունի մեզ փրկելու, մեզ մոտենալու, մեզ հետ խոսելու։ Նա մի ձևով չի խոսում, նա մենակ պղնձե օծով չէր, որ ուզում էր իր ժողովրդին բժշկել, բայց իր ժողովուրդը այդ ձևը, այդ մի հրաշքը, որ կատարվել էր, այդ այսպես ասած մասոնքը, այդ կտորը, այդ պղնձե օծը աստվածացրեց եւ դա Աստված սարքեց իր համար։ Հիմա ուզում եմ խոսել մեր վերջի այսպես ասած հերոսի մասին, իսկապես հրաշալի անձնավորություն Հովսիայի մասին։ Այսպես Հովսիան Ամոնի որդին էր, այսպես ասած Ամոնը Հովսիայի պապան էր, իսկ Մանասեն այդ զզվելի այսպես ասած անձնավորությունը, ովքեր այդքան պղծություն էր բերել, իր պապիկն էր։ Պապիկի հայրը նոր Եզեկիան էր։ Լավ։ Կարդալու եմ 4 թագավորաց 22:1-2-ը։ Հովսիան 8 տարեկան էր, երբ թագավոր դարձավ եւ 31 տարի թագավորեց Երուսաղեմում։ Շարունակելով կարդալու եմ 2-ը, նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ եւ գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով եւ աջ կամ ձախ չխոտորվեց։ Այո, Հովսիան շատ փոքր էր, 8 տարեկան ընդամենը, եւ ամբողջ մի երկրի կառավարություն ընկավ նրա ուսերի վրա։ Գիտեք, հիմա շատ ժամանակ մեր ոչ հաջող ծնողների պատճառով ոչ թե որ իրանք վատն են, այլ իրանք էլ են հաջողություն չեն գտնում, զավակները իրենք են կրում իրանց ծնողների սխալ վարքի պատճառով, շատ շուտ են մեծանում, շատ շուտ են անցնում աշխատանքի, շատ շուտ են պատասխանատվություն վերցնում աշխատելու եւ Հովսիան էլ այդպիսի անձնավորություն էր։ Հովսիայի կյանքում այսպես ասած մի լույս չկար, խավար էր ամբողջությամբ, նրա հայրը ահավոր մեկը, նրա պապը ավելի ահավոր մեկը, նրա կյանքում ոչ մի լույս չկար։ Այդ խավարից ծնվում է Հովսիան, ով մտածում ենք, գիտեք, ինքն էլ իր հոր նման պետք է լիներ, ինքն էլ իր հոր ճանապարհով պետք է գնար, այնտեղ ոչ մի ուրիշ այլ տարբերակ չկար, բայց այստեղ կարդում ենք, ասում են նա գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով։
Իր հայրը Ամոնն էր, ոչ թե Դավիթը, բայց նա նայում է իր այսպես ասած գերտաստանին եւ ասում է ոչ, ես չեմ ընդունում այն ժառանգությունը, որ իմ հայրը Ամոնը կամ Մանասեն ինձ տվել է։ Գնում է մինչև վերջ իր ժառանգական այսպես ասած ծառով եւ տեսնում է Դավիթ։ Ես ուզում եմ նրա որդին լինել, ես նրա ժառանգությունն եմ ուզում, ես նրա նման թագավոր եմ ուզում լինել եւ իրան կոչում է Դավթի որդի։ Ամեն։ Գիտեք, մենք շատ ժամանակ նայում ենք դե տեսնում ենք մեր մեջ կա այն բնավորությունները, այն խեղճությունը, որ մեր հայրը ունի, կամ հակառակը, կամ մենք ուրիշ ճանապարհ չենք գտնում, դե էսա հորիցս եմ ժառանգել, իրանցից եմ ժառանգել ու միշտ մեղադրում ենք մեր ծնողներին շատ ժամանակ, որ ինչ ժառանգություն են մեզ թողել, բայց Հովսյան չէր մեղադրում, այլ ինքը մերժեց, հրաժարվեց։ Գիտեք, այնտեղ ասում է չհրաժարվեցին իրենց հոր ճանապարհից, մենք պետք է հրաժարվենք սիրելիներս այն ամեն գաղափարներից, այն ամեն հպարտությունից, այն ամեն ապրելակերպից, նիստուկացից բռնած, այն սխալ բաները, որ մեր ծնողները մեզ սովորացրել են, որ դու այսպես պետքա լինես, որ դու պետքա հպարտ լինես, որպեսզի առաջ գնաս, որ դու քեզ վերերը դնես, բարձր տեղերում դնես, կամ հակառակը այն ծնողներից, որ քեզ միշտ խեղճացնում են, դե լուր մնա, մենք արժանի չենք, մեզ էս չենք, հրաժարվիր այդ ամբողջ բաներից, որ քո ծնողներից քեզ եկել է, ոչ թե անարգելով նրանց, գիտեք, Մանասեն եւ Հովսյան, կներեք, Եզեկիան եւ Հովսեն ոչ թե անարգեցին իրենց ծնողին, այլ իրանք հրաժարվեցին եւ հարեցին Աստծուն եւ Աստված էր իրանց սովորացնում, թե ինչ պետք է անեն։ Աստված էր նրանց հետ միասին կռիվ տալիս այդ կուրքերի դեմ, մենք էլ ոչ թե պետքա խեղդվենք, շատ ժամանակ գիտեք, շատ պատանիներ, երիտասարդներ խեղդվում են իրանց ծնողների սխալ բաներից եւ ուզում են գնան այս իրանց տնից շուտ կամ այս անեն, այն անեն, ապստամբական ինչ որ քայլեր, ես դրա մասին չէ որ խոսում եմ։ Ես խոսում եմ, այո, պետքա հրաժարվել, բայց հարելով Աստծուն գնալով, որպեսզի Աստված ինքը այդ ժառանգական մեղքերի, հիվանդությունների եւ մնացած բոլոր կորքերի հարցը ինքը քեզ կսովորեցնի ոնց լուծել։ Այո, գիտեք, ամբողջ հին ուխտը խոսում է կուրքեր քանդելու մասին։ Մենք ամեն մեկս ունենք կուրք քանդելու, մենք ամեն մեկս ունենք ժառանգական այդ շղթաները, որպեսզի պետք է քանդվեն մեր կյանքում եւ ոչ թե շարունակենք։ Մենք ամեն մեկս երբ որ աշխարհ ենք գալիս, մեծանում, հասունանում ենք, պետք է հրաժարվենք այն բոլոր սխալ ճանապարհներից, ինչքան էլ դա կարող է շատ գայթակղիչ լինել քո ծնողի ճանապարհով գնալ, նա շատ այսպես ասած հաջողակ մարդ է եղել, բայց նա ոչ աստվածային է եղել։ Նրա ճանապարհները, Աստծո ճանապարհները տարբեր են, ուրեմն այնտեղ չկա աստվածային ինչ-որ բան, պետք է հրաժարվել այդ ճանապարհներից։ Գիտեք, շատ ընտանիքներ մեղադրում են իրենց ծնողներին այն իրավիճակների համար, որ իրենք են հայտնվել, շատերն էլ ուղղակի համակերպվում են եւ չեն պայքարում դրանց դեմ, ասելով, որ իմ ծնողը միտեղ չի հասել, ես էլ չեմ հասնի, կամ իմ ծնողը տնային գործերում այդքան էլ լավ չի եղել, ես էլ չեմ կարողանա։ Բայց ուզում եմ իրոք նայեք հենց Եզեկիային եւ Մանասեին։ Եզեկիան հրաշալի անձնավորություն, Մանասեն ընտրեց լրիվ հակառակ ինչ-որ ճանապարհ, կամ Հովսյան ոչ մի լույս չուներ իր կյանքում, խավար էր, իր ծնողն էլ, պապիկն էլ շատ վատ ճանապարհների մեջ էր, բայց նա ընտրեց Աստծո ճանապարհները։ Ուրեմն, սիրելիս, դրանք պատճառաբանություններ են մեզ ուղակի, որպեսզի մնանք այնտեղ, որտեղ կանք, որպեսզի շարունակենք այդ շղթան, բայց երբ որ արդեն հասուն մարդիկ ենք, մենք ամեն մեկս ինքներս պետքա որոշենք, գնում ենք մեր ծնողների ճանապարհով, թե ոչ։ Գիտեք, նորից եմ ուզում կրկնել այն փաստը, որ Մանասեն իր ծնողը շատ լավն էր, բայց Մանասեն ոչ։ Անհատը ինքն է որոշում ինչ ճանապարհով է ուզում գնալ։ Ծնողդ լավը լինի թե վատ, դու ինքդ ես որոշում, որ ճանապարհն ես ընտրում քո կյանքի համար։ Հրաժարվում ես ժառանգական եկած բոլոր պիղծ բաներից, թե ոչ։ Ինչ տեսնում եք ձեր մեջ, որ եկած է ձեր ծնողներից, շատ ժամանակ մարդիկ տեսնում են, որ իմ հայրն էլ օրինակի համար չի կարողացել, այսպես ասած, իրեն պաշտպանի դրա համար, ես էլ եմ այսպես, կամ իմ ծնողը, իմ մայրը ամբողջ կյանքը տեսել են աշխատել է, տանջվել է, ես էլ ուրեմն պետք է աշխատեմ, տանջվեմ։ Սխալ ավանդույթներ, սովորություններ, ծեսեր, այդ ամենից
հրաժարվենք, որ Աստվածայինը գա մեր մեջ։ Ամեն։ Շարունակելով Հովսեայի մասին, որ այդքան վաղ տարիքում թագավոր էր եղել, ուզում եմ կարդալ 8 եւ 10-ից 11։ Կներեք, երրորդն էլ կկարդամ եւ տեսեք ինչ է ասում։ Հովսեան ուրեմն այստեղ թագավորի 18-րդ տարում թագավորը Մեսուղամի որդի Եսելիայի որդուն Սափան դպիրին ուղարկեց տիրոջ տուն ասելով։ Այսինքն, ինչ որ մի դպիրի Հովսեան ուղարկում է Աստծո տաճարը եւ այնտեղ ինչ որ իրան գործա տալիս, որ այնտեղ անի։ Տեսեք, 8-րդ գլխում ինչ է ասում։ Քեղկիա քահանայապետ ասաց Սափան դպիրին. Օրենքի մի գիրք եմ գտել տիրոջ տանը։ Քեղկյան այն գիրքը տվեց Սափանին եւ նա կարդաց այն։ Օրենքի մի գիրք եմ գտել այդ տաճարում։ Ինչի մասին էր այդ խոսքը։ Աստվածաշնչի։ Գտել, հասկանում եք, նրանք չգիտեն ինչի մասին էր այդ գիրքը։ Կորած մի գիրք, որը գտել են տաճարում ու չգիտեն ինչի մասին է ու բռնում կարդում են այդ գիրքը։ Աստվածաշունչը այսքան տարի, որ այսքան պղծություն էր մտել այս երկրի մեջ, այս ժողովրդի մեջ, փակ էր եւ կորած, ոչ մեկ չէր կարդում այդ գիրքը։ Եվ որ իրանց պապերից պապը Մովսեսը միշտ իրանց պատվիրում էր, որ ձեր որդիներին սովորեցրեք այս գրքի խոսքերը որդիներին, գալիս է ժամանակ, ոչ մեկ այդ գիրքը չի բացում։ Տաճարում միտեղ կորած այսպես դրված այդ գիրքը, փոշին երևի վրան ընկած, եւ պղծությունը պղծությունի հետևից, մեղքը մեղքի հետևից մտնում է այս ժողովրդի մեջ։ Գիտեք, շատ ժամանակ, երբ որ մենք միտեղ ենք հասնում, ասում ենք ինչու մեզ հետ այսպես պատահեց, ինչու այսքան վատ իրավիճակի մեջ ընկանք, սիրելիս, միգուցե քո գիրքը փակ է։ Դա սիմվոլ չի, գիտեք, գիրքը փակ միտեղ դնենք փոշին հավաքվի, գիրքը միտեղ դնելու համար չի, այս գիրքը նամակ է, այս գիրքը ամենաթանկ ուղերձն է Աստծո, որ նա է գրել։ Աստծո գրած գիրքն է։ Դա ամենակարևոր բանն է, նա ուղերձ ունի քո ամեն մի խնդրի համար, քեզ փրկելու համար, քեզ սիրով լցնելու համար, բայց դու այս գիրքը այնքան արհամարել ես, մի կողմ դրել ես, քո կյանքում ինչ ասես մտել է։ Ինչու համար էին այդքան սխալ զոհեր մատուցում, որովհետև գիրքը փակ է։ Միգուցե դու կարդում ես այդ գիրքը, միգուցե բաց է, բայց եթե դու դրա այդ խոսքերը քո սրտում չես դնում, եթե դու այդ խոսքերով չես առաջնորդվում, եթե այդ խոսքերը քեզ համար հիմք չեն, դա հավասարազոր է, ինչպես որ փակ է քո գիրքը, եթե դու քո քրքից, այսպես ասած, հայտնություններ չես ստանում, ես չես վերցնում դրանք քո սրտի մեջ մխրճելու համար, դա հավասարազոր է, որ քո գիրքը փակ է։ Տեսեք, 10-11-ն եմ շարունակելու կարդամ։ Սափան դպիրը պատմեց թագավորին ասելով. Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել, եւ Սափանն այն կարդաց թագավորի առաջ։ Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները։ Զղջում եկավ։ Նա ուղակի չկարդաց, գիրքը մի կողմ դնեմ կարդանք, օքեյ։ Ոչ, նա տեսավ իր մեղքը, նա տեսավ իր ժողովուրդը ինչի մեջ էր եւ պատռեց իր հանդերձները, զղջաց այն ամեն ինչի համար, որ կատարվել էր իր ժողովրդի փոխարեն։ Այդ գիրքը իրան այնքան էր ազդել, որ ինքը այդ նույն վարկային իր հագուստները պատրելով զղջում արեց։ Հերիք չի ինքը զղջաց 4 թագավորած 23:2-3 նա հավաքում է ամբողջ իր ժողովրդին, թագավորը ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները եւ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը գնացին Տիրոջ տուն եւ նրանց առջեւ կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։ Թագավորը կանգնել էր սյան մոտ եւ Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը եւ ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում եւ ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։ Նա ոչ միայն ինքը զղջաց, այլ բերեց, քարոզում էր Աստծո խոսքը իր ժողովրդին որպես թագավոր, նա պարտավոր զգաց, որ իր ժողովրդին էլ հասցնի այս խոսքը։
Գիտեք, մենք այս Աստվածաշունչը միան չենք կարդալու մեզ համար, նա չկարդաց մերնակ իր համար, նա հավաքեց փոքրից մինչև մեծ։ Փոքր, գիտեք, շատ ժամանակ մենք փոքրերին արհամարում ենք, դե փոքրը չի հասկանա, բայց նա փոքրից մինչև մեծ հավաքեց։ Եվ նրանց էլ կարդաց, նրանց էլ ուխտի մեջ դրավ, նրանց էլ ապաշխարության բերեց։ Եվ հետո գրում է, որ ինքն էլ կռապաշտությունը հերացնում է, բարձր տեղերը կոտրտում է, կուռքերը նույն պատերազմը պատերազմեց, ինչ իր պապու հայրը կամ Դավիթը կամ Եզեկիան էին արել։ Պայքարեց այն խավար, գիտեք, երբ որ նայում ենք Հովսեայի կյանքին, այնտեղ ոչ մի լույս չկար, իր հայրը, իր պապիկը երկուսն էլ խավարի որդիներ էին, բայց ինքը որոշեց հրաժարվել այն ամեն ինչից, իրենց իր հայրն ու պապիկը իրան որպես ժառանգություն տվել էին, եւ որոշեց գրքին հետևելով նա զղջաց եւ այդ գիրքը մենակ իրան չէր փրկություն բերում, նա հավաքեց ամբողջ ժողովուրդը եւ նրանց քարոզեց այդ գրքի խոսքերը։ Մենք այս գիրքը չպետք է կարդանք մենակ մեր համար, այլ պետքա փոխանցենք այդ խոսքերը, ինչ կան մեր շուրջինների, մեր ընտանիքի համար, որ նրանց կյանք էլ մտնենք, որ նրանց էլ փրկություն բերենք։ Հետո տեսնում ենք նա պատերազմեց եւ ոչ թե քանդեց այն բոլոր կուռքերը, քանդենք այն ժառանգական շղթաները, որ մեր կյանքում կա, բնավորությունից, ծեսից, մինչև հիվանդություն, մինչև դիվային աշխարհ, քանդում ենք այդ ամեն ինչը, որ մեր կյանքերում կա։ Շարունակությունը տեսնում ենք, նա ասում է բարեփոխումներ բերեց Հուդայում, այսինքն իր քաղաքում։ Առանց Աստվածաշունչի դու չես կարող ինչ-որ բարեփոխումներ բերել քո կյանք։ Բիզնես ես ուզում, դիմիր Աստծուն, ամուսնանալ ես ուզում, դիմիր Աստծուն, լավ ընկերներ ես ուզում, դիմիր Աստծուն, ինչ կարիք էլ որ ունես, դու կարող ես գտնել քո կարիքի պատասխանը այս գրքում, որովհետև Աստված քեզ ու քո մասին մտածելով է գրել, քո հարցերին պատասխանները տալով է գրել այս գիրքը։ Եթե չկարդաս այն, ինչ Աստված ուզում է ասել քեզ, քո կյանքը լավացնելու համար, ասում է Աստծո կամքը մեզ համար բարի է եւ կատարյալ եւ հաճելին։ Այդ հաճելին ու կատարյալը մենակ իր գրքի մեջ է։ Գիտես, շատերը իրանց ծնողներից են պահանջում, մեզ սրանով չապահովեցիր, տնով չապահովեցիր, ավտոյով չապահովեցիր, բավականաչափ սեր չես տվել, բայց սիրելիս, եթե նրանք չունեն դա, ո՞նց տան քեզ։ Այո, նրանք չունեն դա քեզ տալու, բայց Աստված ունի, Աստված շատ ունի, բացիր քո Աստվածաշունչը, այսօրվանից ուխտի մեջ մտիր Աստծո հետ, որ դու կլինես նրա կամքի համաձայն, որ դու կկարդաս իր խոսքը, կհետևես իր խոսքին եւ դրանք կփոխանցես ուրիշներին։ Գիտեք, մենք չնայենք մեր ինչ ժառանգություն են մեզ ծնողներ թողել մեզ, մենք Աստծո որդիներ ենք կոչվում։ Եվ որ դու Աստծուն ընդունում ես որպես քո հայր եւ Աստված, դու նրա որդին ես, դու Աստծո դնություն ունես, դու այն անձնավորության դնություն ունես, որ հզոր է, որ շատ բարի է, որ հրաշագործ է, որ իշխանություն ունի, որ ամեն բան իր ձեռքի տակ է, դու այդ անձնավորության դնթն քո մեջ է, դու հզոր անձնավորություն ես, միևնույն ժամանակ շատ խոնար, հեզ, Աստծո նման, իմաստությունով լեցուն, դու ընտրիր, ինչպես Հովսեան ասեց, ոչ, ես չեմ ընդունում Ամոնի որդի կոչվել, եւ նա գնաց ասեց, ես Դավթի որդի կկոչվեմ, դու էլ Աստծո որդի քեզ կոչիր եւ մերժիր այն բոլոր սխալ կապանքները, որ կան քո կյանքի մեջ ժառանգական եկած։ Քո փակ Աստվածաշունչը բաց դուր է, որ սատանան մտցնի իր օրենքները քո կյանքի մեջ, իր մտածելակերպներ եւ դա այնքան հեշտ է անում առանց հասկանալու։ Այսօր աշխարհը այնքան սխալ գաղափարախոսություններով են լցված։ Ֆեմինիզմ կամ չգիտեմ ազատություն, այս կամ այն, դու իմ մարմնի հետ գործ չունես ու մարդիկ աբորտ են անում։ Այնքան շատերի համար այնքան հաճելի է այդ ամեն ինչը թվում, դե նորմալ է, դե օքեյ է, մենք չխառնվենք ոչ մեկին։ Երբ որ քո Աստվածաշունչը փակ է, աստվածային գաղափարախոսություն չի կարող մտնել քո կյանք։ Երբ որ քո Աստվածաշունչը փակ է, ժառանգական մեղքերը ներխուժում են քո կյանք առանց քո հասկանալու, ոչ միայն ժառանգական, այլ նաև այս աշխարհն էլ դրա վրա կարող է 10 անգամ ավելացնի եւ բերի քո կյանք։ Դրա համար իմացիր, բաց Աստվածաշունչը քանդում է ամեն տեսակի ժառանգական մեղքերը,
ամեն տեսակի սխալ կուռքերը, ամեն տեսակի բարձր տեղեր, ամեն տեսակի կրոնավոր սխալ մտածողություն, բացիր քո Աստվածաշունչը եւ կարդա։ Ամեն։ Եկեք ավարտենք աղոթքով, աղոթք անենք, ուխտ տանենք Աստծուն, որ մենք, այո Տեր Հիսուս, մենք գալիս ենք քո առջև եւ ինչ ասում եմ հետևիցս կրկնի սիրելի քույրս կամ եղբայրս, ես հրաժարվում եմ այն բոլոր մեղքերից, այն բոլոր մտածելակերպից, այն բոլոր ժառանգական հիվանդություններից, որ ես ստացել եմ իմ ծնողներից, հրաժարվում եմ այդ աղքատությունից, աղքատ մտածելակերպից եւ ոչ աստվածային բոլոր մտածելակերպներից, որ իմ ծնողները տալիս են, եւ ուխտ եմ անում Տեր, որ բացեմ իմ Աստվածաշունչը, կարդամ եւ միայն քեզ հարեմ, եւ քո խոսքը լինի իմ համար իմ ճանապարհի լույսը, եւ քո խոսքով առաջնորդվեմ, եւ քո խոսքը փոխանցեմ ճիշտ ժամանակին մյուսներին։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցինք։ Ամեն։